իրանք ամբողջ վարչական ռեսուրսը, լծակը, ամբողջ իշխանական այդ հնարավորությունները օգտագործում են, ընտրակեղծիքներով բանով չեն կարող ընտրվեն, ուրեմն պետք է արտահերտ ընտրություններ պետք է լինեն։ Էլի ընդդիմությունն է։ Հիմա էլ ընդդիմությունը մեղավոր է, որ Գյումրիում հաղթանակ է տարել, ասենք այդ ոնց են կորզել այդ ձայները։ Դե անլուրջ այլ ինչ մեկնաբան եմ։ Ինչ մեկնաբան, դուք դա լուրջ համարում եք, որ ես լուրջ մեկնաբան եմ։ Իրանք իշխանության, ուրեմն տեսեք, մի հատ մենք նայենք ոնց է եկել դարել ինքը ժամանակավոր պաշտոնակատար։ Ուրեմն Բալասանյան դաշինքի ուրեմն ներկայացուցիչին տանում են, բանտարկում են։ Հետո դրանից հետո գալիս են ազգային ժողով, տղուն Բալասանյանի տղուն։ Հետո դրանից հետո գալիս են ազգային ժողով, փոխում են, ասում են, որ 30-40 օր հետո պետք է լինի ընտրություն, ԺՊ-ի նշանակումը տեղել են խափում։ Հետո ԺՊ նշանակելուց հետո ամբողջ վարչական լծակը, ռեսուրսը, ուրեմն էլ նախարարություններով, էլ մարզպետներով, էլ իրենց ձեռքի տակ ամբողջ գործիքակազմը կիրառելով չեն կարողանում ուրեմն արդյունքի հասնել։ Հիմա էլ մեղադրում են, ասում են նոր ընտրություններ անցկացնել։ Դրա լրջությունը որտեղ է։ Ասում են ճգնաժամային կառավարում է լինելու եւ իսկապես Գյումրու մասին մտածող հավաքանու անդամներին կոչ են անում գնալ արտահերտ ընտրությունների։ Իրանք չարիք են եւ ճգնաժամային վիճակ հիմա երկրում ստեղծողը իրանք են։ Ամեն ինչի մեղավորը իրանք են։ Երկիրը այս վիճակին հասնողը իրանք են։ Այս ամբողջ այս պատասխանատվությունը, այս ամբողջ պատասխանատվության բեռը հենց իրենց ուսերին է։ Իրանք թող ոչ մեկի չմեղադրեն։ Գոնե թողեն, որ ընդդիմությունը կարողանա եղածը պահել եւ մտածի ասում են գնաց արտահայտել։ Ինչի համար։ Ասում են ճգնաժամ, տեսեք, ընդհանուր եթե բյուջե բերեն, իրենց ներկայությունը պարտադիր է։ Այդ առումով իրանք ճգնաժամ չի լինի։ Ուրեմն դու գիտեք, որ ինչ հայտարարություններ արեցին, լսեցիք։ Խմբակցություններ ինչ հայտարարություններ արեցին։ Որևէ մեկը հակասող հայտարարություն արեց։ Մի րոպե կներեք, կվերջացնեմ միտքս։ Բոլորը եկան եւ միաբերան ասեցին, որ աջակցում ենք, սատարում ենք ամենաշատ քվեներ ստացած տեխնացուին։ Եվ սա հրաշալի օրինակ է Հայաստանի Հանրապետության համար։ Ոնց կարա միասնական ընդդիմությունը ջախջախի տապալի գետնի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Եվ դրա համար ես շատ ուրախ եմ եւ շնորհավորում եմ բոլորին, այն մարդկանց, որ տարիներ շարունակ պայքարել են այս ռեժիմի դեմ, պայքարել են այս իշխանությունների, որ թուրք-ադրբեջանական շահերն են սպասում։ Իսկ Գյումրին օրինակ կծառայի Երևանին։ Գյումրին պետք է օրինակ ծառայի բոլոր տեղերը։ Գյումրին Փարաքյարը, մենք մոռանում ենք նաև Փարաքյարի մասին։ Ես նաև շնորհավորում եմ այդ հաղթանակի կապակցությամբ։ Ինչ եղավ, այնտեղ էլ նախարարներ, էլ չգիտեմ վարչական ռեսուրսներ, էլ սպառնալիքներ, էլ ես չգիտեմ ինչեր։ Պաշտպանության նախարարից սկսած գնացել քարոզարշավի մասնակցում էին։ Ինչ եղավ։ Ջախջախվեցին ուղղակի, ջախջախվեցին։ Քաղաքում էլ 9%-անոց քվե են ստացել մարդագողությամբ, որ ժողովրդական լեզվով ասած անասնագողությամբ փորձել են բանան, զավթել են, ասիկը ոչ թե փորձել են, փորձեցին եւ զավթեցին իշխանությունը։ Հիմա էլ չի եղել, այն ինչ որ են պլանը, որ մշակում են Երևան քաղաքում, այդ պլանը չիրագործվեց, հարգելիս։ Ինչ են ուզում անեն, Երևան քաղաքի օրինակով ուզում են ստե նույնը անեն։ Իբր էլ այստեղ ընդդիմադիր են, հա, նույն ուժը ոնց կարա Երևան քաղաքում իշխանության այդ մաս կազմի, այստեղ էլ ասի ընդդիմություն է։ Տեսանք ինչքան քվե ստացան։ Տեսեք, մենք նոր լսեցինք հայտարարությունները, բայց մինչ այս հայտարարություն կար մեր քաղաքի կողմից, որ ընտրելու են միայն քաղաքապետ, դրանից հետո գուցեև համագործակցություն կոալիցիա չլինի։ Այս դեպքում ինչ է լինելու ընդդիմադիր դաշտում։ Ով ասել որ պարտադիր պիտի կոալիցիա լինի։ Բայց չէ, մի րոպե, պարտադիր չի որ կոալիցիա լինի։ Կարա եւ կոալիցիա չլինի, ինչ որ որոշումների կարան կողմ քվեարկեն, կարան դեմ քվեարկեն։ Դա աշխատանքի արդյունք է։ Այդ ժամանակ արդեն ուրեմն համայնքի ղեկավարը եւ ավականին իր հետ պիտի համագործակցի։ Ես չեմ կարծում, եթե նորմալ այդ համագործակցությունը կարծում կկայանա, ես չեմ կարծում դրա մեջ խնդիրներ կլինեն։ Իսկ կլինեն ինչ որ տեսակետների ուրեմն տարբերություններ, կարող է լինեն տեսակետների տարբերություններ։ Նորմալ չի դա, նորմալ է, բայց ընդհանուր
լուծումներ ես կարծում եմ կգտնվեն։ Սա ընդհանուր, գիտեք ինչ, սա մենակ Գյումրի քաղաքի ընտրության հարցը չի, այսինքն սա մեր երկրում գլոբալ փոփոխությունների ուրեմն նախանշաններն ու ընթացքն է։ Եվ ես կարծում եմ, որ մենք հաջողելու ենք եւ այս առումով շնորհավորում եմ բոլորին այն մարդկանց կրկնում եմ, որոնք որ այս պայքարը տարել են, նաեւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր տեխնացուներին։ Իրենց բարձր ուրեմն կարգապահության, իրենց խոսքի տերը լինելու, իրենց այս ընթացքում շատ ճիշտ են պահել բացառություն կազմաքաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուն, որը որ ժամանակին արգելում էր իմ մուտքը Գյումրի, ասում էր Գառնիկ Դանելյան ինչ գործ ունի Գյումրիում, այսինքն ԿՊ падգամավորները, նախարարները, ամբողջ իրանց թիմը կարա Գյումրի գա, ինձ էլ փաստորեն արգելված էր Գյումրի, այսօր փառք Աստծո տեղ հասան։ Պարոն Դանելյան, վարչապետի խոսնակն ասում է, որ իրանց տերերի ցուցմամբ Գյումրի ամբողջ ճարտարապետը դրեցին զոհասեղանին, իշխանազավթում էին, թե ինչ։ Այս երկրում մենակ տեր ունի ինքը Էրդողանի եւ Ալիևի գլխավորությամբ։ Ես ուրիշ մեկին չեմ ճանաչում։ Այդ որ գիրքը ամուր գրկել էր, այդ գիրքը ուրեմն նկարվում էր Էրդողանի հետ ուրախությամբ ու հրճվանքով, դրա այդ նկարը արդեն այդ պատկերը ամեն ինչի մասին խոսում է։ Երեք էլ խոսում ասում է, դե հասկանալի ասում է իրանց պահանջը, ասում է, սահմանադրական փոփոխություն ես հասկանում եմ իրանց պահանջը։ Այդ ինչ մեկնաբանեց դրան։ Ինչ ասես, նույն դասարանում է մնացել։ Ոնց որ ինքն է իրեն բնութագրում, տգետները մնացել են նույն դասարանում։ Ավելի այս ընթացքում ավելի լավ բնորոշում բնութագիր չէր կարելի պատկերացնել, ոնց կարա մարդը իր գնահատականը տա, իրանք գնահատական տվել են, վերջացել են, իրանք վերջացել են, ինչ ուզում անեն, իրանք արդեն զրո են, վարչական ռեսուրսը հանես տակից, մնում է մի քանի տոկոս վերջացած են, չկան։ Եթե մի քիչ բարոյականություն ունենան, պետք է հասկանան, որ սա արդեն այդ կարմիր գիծն է եւ թողեն հեռանան, թող այս երկիրը կարողանա շնչել, փրկվելու հնարավորություն ունենա։